Չեք ուզում ստանալ սրանից, հա, այսքան կներեք թուքումուր ուտելուց հետո, հա, այսքան վիրավորանքներ, միգուցե երբեմն հայհոյանքներ ստանալուց հետո, որն է ձեր ուզածը, չէ՞ որ ամեն օր ձեզ մեղադրում են անցյալը ուրանալու մեջ, ցեղասպանությունը ուրանալու մեջ, Արցախը ուրանալու մեջ, այս պատմությունները ի վերջո դրա մաս են, ինքնությունը ուրանալու մեջ եւ այլն։ Ես ուրացել եմ, ուզում հասկանամ էլի, այդ թուրքախոս Շահ Աբասի եւ Հայաստանի հայաթափությունը ես ուրացել եմ, որ ամեն օր չեմ պատմում այդ մասին։ Բացի ուրիշ պատմություն։ Դե պատմեցի, կարող ենք Սամցխե Ջավախեթի պատմությանը անդառնալ, կարող ենք իմ ընտանիքի ես իրավունք ունեմ խոսելու իմ։ Չէ, բայց ես կոնկրետ հարց եմ տալիս, կոնկրետ թեման Ղարաբաղի թեման։ Դե իմ պատասխանեմ։ Այո, շատ կարևոր հարց եք բացատրում։ Ինչ ենք ուզում մենք անել։ Ինչ որ սխալներ մենք արել ենք, որ 2020 թվականին պատերազմ է եղել։ Մեզ անընդհատ հորդորներ ու կոչեր են հնչում, որ ինչ որ սխալներ ենք արել։ Ճիշտ է։ Ինչն ենք մենք փորձում փոխել մեր անկախության շրջանի քաղաքականության մեջ, որpիսի մեզ հետ մեր այդ անցյալը, որը մենք չենք ուզում ուրանալ, ճանաչում ենք, գիտենք, սովորել ենք բոլորս, անգիր, չենք ուզում ուրանալ, բայց նաև չենք ուզում կրկնել, որ մեր անցյալը չդառնա մեր ապագան։ Ինչ պետք է մենք անենք։ Պետք է քաղաքականություն փոխենք, թե ոչ։ Այ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջև բարեկամությունը, որ փուլում ծագեց։ Ինչ տեղի ունեցավ, ով այդ որոշումը կայացրեց մեզ համար, որ այսուհետ Արաքսից հարավ մենք չենք նայում, մոռանում ենք պատմական Հայաստանի երկու նահանգները, 2.5, որոնք մնացել են Իրանի տարածքում, եւ Իրանի պաշտոնյաների հետ հանդիպելիս չենք հիշում մեր պատմության, չենք հիշատակում, ոչ թե չենք հիշատակում եւ գրքեր չենք նվիրում արյունալի այդ պատմության մասին, որի պատճառով, ասում եմ, որի պատճառով է, որ այսօր Ադրբեջանը փորձում է զարգացնել տրամաբանություն, որը վերաբերում է Հայաստանի տարածքում քրիստոնյաների եւ մուսուլմանների, քրիստոնյա եւ մուսուլմանների համամասնության վերաբերյալ։ Կանք չէ՞ թե սիրուն ամեն ինչ կապենք իրար եւ ամբողջովին պատմենք։ Այդ որոշումը կայացրել է ռուսական կայսրությունը Թուրքմենչայի պայմանագրով։ Մեր փոխարեն մեր մասին որոշում, որ այսուհետ Իրանը ձեր դաշնակիցն է, նաև Ռուսաստանի դաշնակիցն է։ Այդ որոշումը եթե ուրիշներն են կայացնում, ուրեմն մեր պատմության մասին եւ պատմության մեջ գիծ քաշելու մասին որոշումը, եթե ուրիշներն են կայացնում, մենք դրա հետ հաշտ ենք։ Կարողանում ենք հաշտվել, կարողանում ենք ժառանգել, կարողանում ենք ժառանգել այդ հաշտությունը եւ այն դարձնել արդի պետական քաղաքականություն, որը շատ լավ է։ Ես գոհ եմ մեզանից, որ մենք կարողացել ենք ժառանգել այդ հարաբերությունը եւ պահպանել։ Հիմա հարց է ծագում, իսկ մենք մեր մասին ինքնուրույն կարողանում ենք որոշումներ կայացնել մեր արտաքին քաղաքականության մասին, թե որոշումներ անպայման ուրիշները պետք է մեր փոխարեն կայացնեն։ Ես կարծում եմ, որ մենք կարողանում ենք կայացնել այդ որոշումները։ Այլ բան, որ կայացված որոշումներին այնուհետև պետք է հետևել։ Պետք է հետևել եւ հունիսի 7-ին էլ այդ մեր կայացված որոշումների նկատմամբ Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը կարտահայտվի։ Որն էլ մոտենում է, ի՞նչն է սա դրանք։ Տիկին Գզոյանի